Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները մարտի 20-ին ժամը 18:50-ին Մայրաքաղաքի Սվաճյան փողոցում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա եւ 34-ամյա երկու տղամարդու եւ վերջինիս վարած Toyota Magnus-ի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0.24 գրամ մեթամֆետամինի եւ 2.24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաեւ էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից։ Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած Toyota Magnus-ի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ 0.53 եւ 22.92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաեւ էլեկտրոնային կշեռք։ 34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով։ Խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 26-ին քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք զինամթերք եւ թմրամիջոց։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի եւ մարիխուանա եւ զենք զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել։ Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, F1 տեսակի նռնակ ու պայթուցիչ, տարբեր տրամաչափի 218 փամփուշտ, ինքնաձիգի եւ գնդացիրի 3 պահունակ, նաեւ 52.18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոսրովի պետական արգելոց ուղեկալներից մեկում Նիվա Մագնիշի ավտոմեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել։ Քրեական ոստիկանները մեկնել են նշված վայր, աշխատակիցները հաստատել են, որ Նիվայի վարորդը ուղեկալում թողել է ինքնաձիգ, որը պատրաստ են ներկայացնել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինքնաձիգը պատկանում է ՎԱԶ-2121-ի 42-ամյա ուղևորին։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ ՎԱԶ-2121-ը տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում մարտի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը Չարենցի փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի պահում է ատրճանակ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։ 3 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի եւ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 3003-2025 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։
Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։